Բարի երեկո սիրելի ֆուտբոլասերներ, խաղային օրը մեզ մոտ մեկնարկում է եւ տեսնում ենք միմյանց հետ են մրցելու Երևանը եւ Արցախը։ Առաջին խաղում այս թիմերի գրանցվեց խոշոր հաշվիվ, որտեղ Արցախը հաղթեց Երևանին։ Տեսնենք այսօր ինչպես կավարտեն թիմերը։ 1-8 եզրափակչի իրենց երկրորդ հանդիպումը։ Հիմա տեսնում ենք Արցախի ֆուտբոլիստներն են դաշտի կենտրոնից սկսելու հանդիպումը։ Քիչ անց էլ կներկայացնեմ ում դեմ են մրցելու Արցախի ֆուտբոլիստները քառորդ եզրափակչում։ Հիմա անցնեմ թիմերի հայտարարություններին, Երևանի կազմը ներկայացնեմ։ Համար 11 Վլադիմիր Մարտիրոսյան, համար 7 Արեն Վղկելյան, համար 15 Միշա Ղազարյան, համար 33 Նորայր Հովհաննիսյան, համար 45 Սպարտակ Հարությունյան, համար 87 Հայկ Կարապետյան։ Արցախի կազմը համար 66 դարպասապահ Էդգար Մաղաքյան, համար 6 Լևոն Գրիգորյան, համար 7 Արգամ Հարությունյան, համար 8 Մնացական Ավետիսյան, համար 9 Ֆելիքս Շիլինգարյան, խաղը մեկնարկեց, համար 18 Հովհաննես Վարդանյան, համար 21 Արման Գրիգորյան, համար 22 Էդգար Բարսեղյան, համար 77 Արշակ Գևորգյան և համար 88 Ալեքսանդր Սարգսյան։ Մեկնարկեցին թիմերը, տեսնում ենք հանդիպումը։ Արցախն է գնդակով փորձում է իր առաջին գրոհը կազմակերպել այս խաղում։ Արցախի պաշտպանի փոխանցումը չստացվեց, հիմա Երևանն է անցել գրոհի։ Ղազարյանը հետ խաղարկեց դեպի Սպարտակ Հարությունյանը։ Այստեղ էլ կենտրոնում են հիմա գնդակով Երևանի ֆուտբոլիստները, Ղազարյանը թողեց թիմակցին, Հարությունյան, Կարապետյանն է հիմա էլ գնդակով շարժվում է առաջ, բայց կորցրեց գնդակը, անցավ հիմա գնդակը Արցախին, Մաղաքյանն է գնդակով, Արցախի գրոհ չստացվեց, Ղազարյանը այստեղ շատ լավ պաշտպանությունում գործեց։ Նշեմ, որ քառորդ եզրափակչում Արցախը մրցելու է Չելսիի դեմ։ Չելսին դժվար
երկարին պայքարում հաղթանակ տարավ Manchester United-ի դեմ 11 մետրանոցներով նրանց միայն հաջողվեց հաղթանակի հասնել United-ի նկատմամբ հետաքրքիր խաղ է սպասվելու քառորդ եզրափակչում մեզ տեսնենք հիմա այս խաղը ինչպես կավարտեն այս թիմերը հիմա տուգանային հարված են վաստակել վտանգավոր դիրքում Երևանի ֆուտբոլիստները տեսնենք ինչպես կիրացնեն այս ստանդարտը Երևանի տղաները չկա հարված եւ փրկում է իր թիմին հիմա Էդգար Մաղաքյանը եւ առաջին անկյունային ենք տեսնելու այս խաղում հրաշալի հարված կատարեց տեսնում ենք Երևանի ֆուտբոլիստը ոչ պակաս գեղեցիկ սեյվով էլ աչքի ընկավ Էդգար Մաղաքյանը տեսնենք փոխանցում Տուգանային հրապարակ հեռացնում է այստեղ գնդակը Արման Գրիգորյանը նորից անկյունային է լինելու Արցախի դարպասին Փոխանցումը կա եւ բռունցքներով հեռացնում է գնդակը Մաղաքյանը եւ հիմա հակագրո է նետվում Արցախը շատ լավ հնարավորություն կարող են ունենալ հաշվի մեջ առաջ անցնելու հարված եւ փրկեց հիմա Երևանի դարպասապահի թիմին վերազ գոլից հրաշալի հակագրող տեսանք հիմա Արցախի ֆուտբոլիստների կողմից բայց չստացվեց արդյունքի հասնել ի վերջո նորից Արցախն է գրոն Գրիգորյանն է շարժվում առաջ թողնում է Սարգսյանին գնդակը, բայց Ղազարյանը խլեց այստեղ գնդակը եւ խաղի կանոնները խախտել են հիմա Արցախի ֆուտբոլիստները եւ Երևանին է լինելու գնդակը, արագ խաղարկեցին, բայց այստեղ էլ հրաշալի հիմա պաշտպանությունում գործում Հովանես Վարդանյանը Եվ հիմա ստանդարտ է վաստակել Արցախը այստեղ Վարդանյան փոխանցում Տուգանային հրապարակ հեռացված է գնդակը Շարունակում է մնալ գնդակով Արցախը փորձում է նորից հերթական գրոներից մեկը կազմակերպել շատ վտանգավոր կարող է լինել հիմա այստեղ բայց սպառում է գնդակի իր մոտ Վարդանյանը մի փոքր դժվարությամբ այստեղ Անցան կիսադաշտը Արցախի ֆուտբոլիստները Սարգսյանն է հիմա շարժվում առաջ Փոխանցում հրաշալի փոխանցում Չիլինգարյանին հարված եւ գոլ 1-0 հաշիվը բացված է գոլի հեղինակ է դառնում Ֆելիքս Չիլինգարյանը Ֆելիքս Չիլինգարյան 1-0 հանդիպման հաշիվը բացված է մեզ մոտ հրաշալի գրող կազմակերպեցին տեսնում ենք Արցախի ֆուտբոլիստները եւ կարողացան արդյունքի հասնել ի վերջո նրանք արդեն այս խաղում հաղթողի կարգավիճակում են եւ հիմա էլ տեսնում ենք ստանդարտ են վաստակել ձախ եզրում Արցախի ֆուտբոլիստները Խոտածածկին է հայտնվել հիմա Արցախի ֆուտբոլիստը Կանգնում է Արցախի ֆուտբոլիստը այստեղ մի փոքր խնդիրներ ունի կարծես թե Հարությունյանն էր հայտնվել խոտածածկին
Եվ հիմա ամեն ինչ կարգին է, տեսնենք Արցախի ստանդարտը, Սարգսյան հարված, ի վերջո մի փոքր դժվարությամբ որսում է գնդակը Երևանի դարպասապա եւ արագ ուղարկում գնդակը առաջ, Հարությունյան, տեսնենք երկար փոխանցում, բայց չստացվեց փոխանցումը այստեղ Արտակ Հարությունյանի, նորից Արցախն է անցել գրոյի, կենտրոնում հիմա տեսնում ենք Վարդանյանն է գնդակով հարված, բայց մի փոքր թույլ էր Հովհաննես Վարդանյանի հարվածը, նորից Երևանի դարպասապա որսած գնդակը այստեղ, հիմա էլ Երևանն է փորձում իր գրողներից մեկը կազմակերպել, այստեղ էլ պաշտպանությունում լավ գործեց Հովհաննես Վարդանյանը, շատ ակտիվ է տեսնում են գործում այս րոպեների ընթացքում Հովհաննես Վարդանյանը, մանր խաղարկումներով շարժվում են առաջ Երևանի ֆուտբոլիստները, բայց այս պահին մեկ հարված են կատարել Մարաքյանի դարպասին, Տուգանային հարվածից, դեռ վտանգավոր պահեր չկան Արցախի դարպասին, կորցնում է Կարապետյանը գնդակը այստեղ, բայց Մել հրաշալի կերպով այստեղ գնդակը խլեց Հարությունյանը և պահում են իրենց մոտ գնդակը հիմա Երևանի ֆուտբոլիստները փորձում են երոք կառուցել, բայց նորից սխալվում են փոխանցում կատարելից Երևանի ֆուտբոլիստները Սարգսյանն է կենտրոնում փոխանցում Հարությունյանին, նորից Սարգսյան Գևորքյանն է հիմա հայտնվել աչեզրում, լավ խաղարկումներ հիմա տեսանք Արցախի ֆուտբոլիստների կողմից, Սարգսյան փոխանցում թիմակցին հասնում է այստեղ գնդակին թիմակիցը, տեսնենք Սարգսյան նորից կենտրոնում է փոխանցում Գևորքյանին, Գևորքյան փոխանցում հրաշալի գոլի հեղինակ է հիմա դառնում Ֆելիքս Շիլինգարյանը եւ իր հաշվին դուբլ է գրանցում Տասերորդ րոպե 2-0 Արցախը արդեն 2-0 հաշվով հաղթում է Երևանին, երկու գոլերն էլ խփել է Ֆելիքս Շիլինգարյանը, հրաշալի գոլի հեղինակ դարձավ Ֆելիքս Շիլինգարյանը, գեղեցիկ հնարքով գրավեց Երևանի դարպասապայի դարպասը Տեսնում ենք նորից վնասվածք է ստացել կարծես թե Արգամ Հարությունյանը, բայց ամեն ինչ կարգին է Արցախի ֆուտբոլիստի մոտ, շարունակվելու է հանդիպումը Գեղեցիկ շրջանցում կատարեց Հարությունյանը, հիմա փոխանցում դեպի Գևորքյանը, աչեզրում է Գևորքյանը, բայց Կարապետյանը նա այդ պայքարում այստեղ լավ պաշտպանվեց։ Այստեղ Վխկերյանն է սխալվում, Սարգսյան շարժվում է առաջ, տեսնենք Սարգսյան, բայց նորից Հարությունյանն է լավ պայքարում։ Այստեղ իրենց կիսադաշտում շարունակում է մնալ գնդակը Արցախի մոտ, Սարգսյան փոխանցում, այլ Կարապետյանն է հեռացնում գնդակը և ի վերջո եզրային նետում է հաստակում այս դրվագում Արցախը Հարությունյան փոխանցեց թիմակցին, հետ փոխանցում դեպի Վարդանյանը,
Փոխեցին եզրը Արշակ Գևորգյան, տեսնում ենք, որ այսօր աջ եզրում է տեղակայվել Արշակ Գևորգյանը։ Անցավ ի վերջո գնդակը այստեղ Երևանին։ Մի փոքր խոսեմ փոքր լիգայի փլեյոֆից, հիմա տեսնենք ինչպես այս գրոհը կավարտվի Արցախի, բայց Շիլինգարյանի փոխանցումը չստացվեց։ Նշեցի, որ Արցախը այս արդյունքով քարտ եզրափակում մրցելու է Չելսիի հետ, իսկ մյուս զույգը կիսաեզրափակում ներողություն, իսկ մյուս զույգը լինելու է Mainz Palermo զույգը, այնտեղ էլ շատ հետաքրքիր հանդիպում է լինելու։ Mainz-ը նշեմ, որ Real Madrid-ին հաղթեց, իսկ Palermo-ն Միլանին հիմա վտանգավոր է եւ գոլ։ Հաշիվը դառնում է մեզ մոտ 3-0։ Էդգար Բարսեղյան 3-0 մի փոքր մեծացրեց իր առավելությունը այս խաղում, տեսնում ենք Արցախը նորից հրաշալի գրող կազմակերպեցին Արցախի ֆուտբոլիստները եւ արդյունքի հասան։ Նորից Արցախի ֆուտբոլիստներն են անցել գրոյի, Գևորգյան, տեսնենք փոխանցում չստացվեց փոխանցումը Գևորգյանին եւ այստեղ էլ Վարդանյանն է հիմա հրաշալի պաշտպանվում եւ պահում գնդակի իր թիմի մոտ Սարգսյան փոխանցում եւ փրկվեց այստեղ Երևանը, այստեղ էլ Գևորգյանի հարվածից հետո փակեց պաշտպանը գնդակը եւ հարված է լինելու դարպասից։ Տեսնում ենք, որ նորից վտանգավոր գրող կազմակերպեց Արցախը եւ նորից անցել է գրոյի Հարությունյանը, հարված փրկում է դարպասապա եւ գոլ։ Ֆելիքս Շիլինգարյանը հետրիկի հեղինակ է դառնում, հաշիվը դարձնելով 4-0։ Տասնվեցերորդ րոպե Ֆելիքս Շիլինգարյան 4-0, տեսնում ենք խոշոր է դարձնում հաշիվը Արցախը այս մրցավեճում, հետրիկի հեղինակ դարձավ Ֆելիքս Շիլինգարյանը, նորից տեսնում ենք պաշտպանների սխալից օգտվում են Արցախի ֆուտբոլիստները եւ կարողանում գոլ հեղինակ դառնալ։ Արցախն է տեսնում ենք անցել գրոյի, Գևորգյան խաղարկում են այստեղ գնդակը Արցախի ֆուտբոլիստները, Սարգսյանն հետ ուղարկեց Վարդանյանին, տեսնում ենք, որ չեն շտապում, հանգիստ գործում են, հաշիվը այս պայն ձեռնատու է Արցախին, դաշտի կենտրոնում հիմա սխալվում է Սարգսյանը, Երևանի հազվադեպ գրոներից մեկը կարող ենք տեսնել, բայց Երևանի ֆուտբոլիստի հարվածը այստեղ շատ ստացվեց։
Նորից Արցախն է անցել գրոյի, նորից հրաշալի խաղարկումներ են կատարում Արցախի ֆուտբոլիստները, Գևորգյանը պայեց իր մոտ գնդակը, Գևորգյան եւ խլում է հիմա գնդակը Հայկ Կարապետյանը նրանից եւ շարժվում առաջ։ Ի վերջո չկարողացավ այստեղ գնդակը պայել Բաշտի ձախ խեզրում դիմային գծում Երևանի ֆուտբոլիստը։ Խլեցին հիմա այլ գնդակ Երևանի ֆուտբոլիստները, Վրկելյանն է ձախ եզրում, հետ է ուղարկում դեպի Կարապետյանը, Կարապետյանը փոխանցումը չստացվեց, մի փոքր շտապեց այստեղ փոխանցում կատարելիս Հայկ Կարապետյանը։ Սարգսյան փոխանցում Գևորգյանին, Գևորգյան շրջանցում է դարպասապան եւ գոլ հեղինակ է դառնում Արշակ Գևորգյանը 5-0։ Տոշնյա Արշակ Գևորգյան 5-0 նորից տեսանք գեղեցիկ գրողներից մեկը Արցախի ֆուտբոլիստների եւ կարողացան նորից այս խաղում գոլ հեղինակ դառնալ։ Րոպե նշեմ, որ մնացել հանդիպման ավարտին, նեղություն առաջին խաղակեսի ավարտին, նորից անցել է Արցախը գրոյելու Սարգսյան փոխանցում, բայց Ղազարյանը այստեղ պաշտպանությունում լավ գործեց եւ խլեց գնդակը, հիմա կորցնում է գնդակը վերջինս եւ փրկվում է հիմա այստեղ այս իրավիճակում վերազ գոլից Երևանը եւ անցնում գրոյի բայց Հարությունյանը այստեղ եկավ եւ խլեց գնդակ Երևանի ֆուտբոլիստից։ Վարդանյան հիմա հանգիստ խաղարկումներով նորից շարժվում են առաջ Արցախի ֆուտբոլիստները, Գրիգորյան, Սարգսյան, Բարսեղյան, օգեց եզրը Բարսեղյանը, փոխանցում եւ Հարությունյանն է հեռացնում հիմա այլ գնդակը։ Վրկելյանից խլեցին գնդակը։ Բարսեղյանն է կենտրոնով շարժվում առաջ, փոխում է եզրը, Արշակ Գևորգյանի հետ է խաղարկում, Գևորգյան փոխանցում եւ տեսնենք հարված կլինի, հարված եւ փրկում է հիմա Երևանի դարպասապահը այստեղ Բարսեղյանի հարվածից հետո շարունակում է մնալ նորից Արցախի մոտ գնդակը։ Վարդանյան այնտեղ երկար փոխանցում կատարեց դեպի Չիլինգարյանը, պահում է Չիլինգարյանը իր մոտ, բայց նորից հեռացված է գնդակը։ Նորից Արցախն էր տեսնում էին գրոհում, բայց չստացվեց այստեղ Վարդանյանի փոխանցումը եւ
գնդակը լինելու է Երևանին է։ Նորից խաղացում են գնդակը Արցախի ֆուտբոլիստները երկար փոխանցում Գևորգյանից ուղղված էր Արգամ Հարությունյանը, բայց չկարողացավ այստեղ ֆիքսել գնդակը Արգամ Հարությունյանը։ Վերջին րոպեներն են ընթանում մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ առաջին խաղակեսի 5-0 հաշվով այս պայն հաղթում է Արցախը Երևանին։ Տեսնում ենք անցել է Երևանը գրոյի հարված, բայց թույլ հարված կատարեց այստեղ Երևանի ֆուտբոլիստը եւ Էդգար Մաղաքյանի համար շատ հեշտ գնդակ էր որսալու համար։ Հազվադեպ գրոներից մեկը տեսանք Երևանի այս խաղում, հիմա էլ անցել էր Արցախը գրոյի, բայց չստացվեց։ Նորից հիմա Երևանն է գրոում, տեսնենք, բայց Վարդանյանն է հրաշալի այստեղ էլ պաշտպանվում եւ վերջ սիրելի ֆուտբոլասերներ առաջին խաղակեսը ավարտված է այս պայն 5-0 հաշվով Արցախը հաղթում է Երևանին, ընդմիջում կվերադառնանք մի քանի րոպեից։ Սիրելի ֆուտբոլասերներ վերադարձանք երկրորդ խաղակեսը մեկնարկել է մեզ մոտ եւ առաջին կեսից հետո 5-0 հաշվով այս պայն հաղթում է Արցախը Երևանին։ 3 անգամ նշեմ, որ աչքին կա Ֆելիքս Շիլինգարյանը, մեկական անգամ էլ գոլի հեղինակ դարձան Արշակ Գևորգյանը եւ Էդգար Բարսեղյանը։ Տեսնենք երկրորդ խաղակեսը ինչպես մեզ մոտ կընթանա եւ ինչպիսի արդյունքով կավարտվի այս հանդիպումը։ Հիմա արագ վերհիշենք թիմերի կազմերը։ Հիմա նշեմ Երևանի կազմը, համար 7 Արամ Մրտերյան, համար 11 Վլադիմիր Մարտիրոսյան, համար 15 Միշա Ղազարյան, համար 33 Նորայր Ահովանիսյան, համար 45 Սպարտակ Հարությունյան եւ համար 87 Հայկ Կարապետյան։ Հիմա տեսնում ենք ստանդարտ է վաստակել հենց առաջին րոպեին երկրորդ խաղակեսի Երևանը, տեսնենք ինչպես կիրացնել է ստանդարտը, դրանից հետո կներկայացնեմ Արցախի կազմը, Հարությունյանն է հիմա գնդակի մոտ։ Սուլի չկա, Հարությունյան փոխանցում Տուգանային հրապարակ եւ Ղազարյանի հարվածը այստեղ չստացվեց, Գևորգյանը պաշտպանությունում լավ գործեց ի վերջո եւ անկյունային է վաստակել այստեղ Երևանը, փոխանցում Տուգանային հրապարակ, փոխանցում ուղղված էր Հարությունյանին, պահում է գնդակի ի վերջո իր մոտ Հարությունյանը, վարկում է թիմակցի հետ Հովանիսյան եւ այստեղ հարվածը շեղ ընթացավ Երևանի ֆուտբոլիստի։ Հիմա անցնեմ Արցախի կազմին, Արցախի դարպասապանն է համար 66 Էդգար Մաղաքյանը, համար 6 Լևոն Գրիգորյան, համար 7 Արգամ Հարությունյան, համար 8 Մնացական Ավետիսյան, համար 9 Ֆելիքս Շիլինգարյան, համար 18 Հովանես Վարդանյան, համար 21 Արմեն Գյուգոլյան, համար 22 Էդգար Բարսեղյան, համար 77 Արշակ Գևորգյան եւ համար 88 Ալեքսանդր Սարգսյան։
տեսնում ենք, որ մի փոքր ակտիվ են մեկնարկել կարծես թե Երևանի ֆուտբոլիստները այս խաղակեսը արդեն մի քանի ստանդարտ վաստակեցին, բայց չկարողացան ի վերջո արդյունքի հասնել։ Նորից նրանք են փորձում գրող կազմակերպել, Ղազարյան փոխանցեց Վղկերյանին, լավ փոխանցում եւ վերջին պահին հիմա Գրիգորյանն է պաշտպանությունը լավ գործում եւ խլում գնդակը։ Այստեղ էլ Վղկերյանը չկարողացավ դաշտի սահմաններում պահել գնդակը եւ հարված ենք տեսնելու Էդգար Մարաքյանի դարպասից։ Արկեցին այստեղ գնդակը Արցախի ֆուտբոլիստները եւ չկարողացան եզրափակել այս գրոհը։ Թեժ պայքար են թվում խաղադաշտում, բայց կարողանում է Գևորգյանը պահել իր մոտ գնդակը եւ շարժվում է առաջ կենտրոնով։ Գևորգյան հրաշալի էր անցումները Գևորգյանի, բայց վերջին պահին Ղազարյանը նրա ոտքի տակից հեռացնում է գնդակը։ Երկրորդ տեմպով է շարունակվելու Արցախի գրոհը, Հարությունյան փոխանցում Բարսեղյանին, ներվից հարված Բարսեղյան փրկում է Երևանի դարպասապահ իր թիմին այստեղ գեղեցիկ սեյվով եւ հիմա էլ անկյունային ենք տեսնելու Երևանի դարպասին։ Հարկեցին այստեղ գնդակը Արցախի ֆուտբոլիստները, Չիլինգարյան փոխանցումը չստացվեց Չիլինգարյանի այստեղ։ Արցախն է գրում, Գևորգյան արված եւ գոլ։ Ալեքսանդր Սարգսյանի փոխանցումից հետո գոլ հեղինակ է դառնում Արշակ Սարգսյանը 6-0։ Արշակ Սարգսյան 6-0, վերջինս իր հաշվին դուբլ գրանցեց, նորից գեղեցիկ խաղարկումներ տեսանք Սարգսյան, Գևորգյան համագործակցությունը լավ աշխատեց այս գրոհում։ Այսօր տեսնում ենք փոխանցումները մատակարարում թիմակիցներին միայն Ալեքսանդր Սարգսյանը, նա հիմա գնդակով սկսում է իր թիմի գրոհ, տեսնենք կարողանա այսօր նա էլ գոլ հեղինակ դառնալ։ Հանդիպման ավարտին այս պահին շատ ժամանակ կա։ Հրաշալի խաղարկումներ ենք տեսնում դաշտում Արցախի ֆուտբոլիստների կողմից, Գևորգյան թողնում է գնդակը Բարսեղյանին, Բարսեղյան երկար փոխանցում Գևորգյանին, լավ էր նկատել, Գևորգյան արված եւ փրկում է այստեղ Երևանի դարպասապահ նորից իր թիմին եւ անկյունային է վաստակել Արցախը։ Փոխանցում Տուգանային հրապարակ, նորից ուղղված էր Գևորգյանին, պահեց գնդակը իր մոտ Գևորգյանը, աչեզրումը հետ է խաղարկում Բարսեղյանին, նորից Բարսեղյան, Շիլինգարյան արված եւ ֆիքսում է հիմա գնդակը այստեղ Երևանի դարպասապահ։
Հարությունյանն է հիմա լավ խլում կատարում եւ Բարսեղյանի հարվածը դարպասաձողին դիպավ ի վերջո եւ հարված կտեսնենք Երևանի դարպասից նորից վտանգավոր գրող տեսանք եւ հարված Արցախի կատարմամբ Երազանց է հիմա պաշտպանությունում գործում Վարդանյանը, այսօր հրաշալի հանդիպում է անցկացնում Հովհաննես Վարդանյանը Անցել է հերթական գրոյի Արցախը Գևորգյան երկար փոխանցում դեպի Բարսեղյանը եւ բարձր հարվածեց այստեղ Էդգար Բարսեղյանը լավ էին մտածել հիմա այստեղ Արցախի ֆուտբոլիստները նորից սխալ տեսնում ենք դարպասապայից Երևանի եւ գոլ պոկերի հեղինակ է դառնում Ֆելիքս Շիլինգարյանը հաշիվը դարձնելով 7-0 Ֆելիքս Շիլինգարյանը տեսանք նորից գոլ հեղինակ դարձավ եւ այսօր արդեն նրա 5-րդ արդյունավետ գործողությունն էր սա 4 գոլի հեղինակ է դարձել մեկ անգամ էլ ասիստի հեղինակ է դարձել Արցախի հարձակվողը Հերթական գրոհն են կազմակերպել Արցախի ֆուտբոլիստները գեղեցիկ նորից փորձեցին գոլ հեղինակ դառնալ Արցախի ֆուտբոլիստները Գևորգյանի հարվածը այստեղ փրկեց Երևանի դարպասապա նորից այստեղ լավ աշխատեց Սարգսյան Գևորգյան դուոն նրանք լավ մարզավիճակում են գտնվում եւ խմբային փուլում էլ հրաշալի հանդիպումներ տեսանք որ անցկացրեցին Երևանն է անցել գրոյի եւ ստացվեց նրանց հարված կատարել, բայց մնում է գնդակը հարված Մաղաքյանն է փրկում իր թիմին հերվից կրակոց տեսանք Երևանի ֆուտբոլիստի կողմից հրաշալի նորից սեյվի հեղինակ դարձավ Էդգար Մաղաքյանը Հրաշալի ազատվեց 3 թիմակիցներից Երևանի Արշակ Գևորգյանը այս իրավիճակում նորից անցել է գրոյի Արցախը, բայց ուժեղ ստացվեց այստեղ երկար փոխանցումը Հովհաննես Վարդանյանին րոպե նշեմ, որ մնացել հանդիպման ավարտին սիրելի ֆուտբոլասերներ, Արցախը հաղթում է Երևանին եւ նշեմ, որ կիսաեզրափակում մրցելու է Չելսիի դեմ Արցախն է գրում
Հանգավոր կարող է լինել եւ անկյունային է վաստակում ի վերջո այս իրավիճակում։ Քարկեցին այս անկյունայինը, իմ այլ հերար հարված կատարեց Բարսեղյանը եւ փրկում է իր թիմին նորից Երևանի դարպասապահ։ Նշեմ, որ վաղը ունենալու ենք հագեցածոր մեզ մոտ եւ վերջին հանդիպումներն են լինելու Winter Cup-ի 1-8 եզրափակչի։ Հիմա տեսնենք Սարգսյանը հարված կատարեց եւ փրկում է նորից դարպասապահ եւ անկյունային է լինելու վերջին զույգերն են պայքարի մեջ մտնելու, տեսնենք ի վերջո ինչպիսի զույգեր կձևավորվեն քառորդ եզրափակչում Winter Cup-ի play-off-ի։ Նորից չստացվեց Երևանի գրոհը, Հարությունյան շարժվել է առաջ, որսած, բայց գնդակ այստեղ Երևանի դարպասապահ եւ արագ խլեց գնդակը Արցախը, Գևորգյան փոխանցում Շիլինգարյան, Գևորգյան հարված եւ հիմա հրաշալի սեյվի եղինակ նորից դարձավ Երևանի դարպասապահ, նորից անկյունային կտեսնենք Երևանի դարպասին։ Անցում Տուգանային հրապարակ, հեռացնում է գնդակը Հարությունյանը, նորից գնդակը անցնում է Արցախինը, հրաշալի խաղարկումներ տեսանք Երևանի ֆուտբոլիստների, տեսնենք ինչ կստացվի, այստեղ հարված, բայց բարձր է, հարվածը Երևանի ֆուտբոլիստի այստեղ, Արցախն է գրում, Հարությունյան ձախ-եզրում է Տուգանային է վաստակել հիմա Արցախը վտանգավոր դիրքում, Ղայկանները խախտեց Հարությունյանի հետ պայքարում Նորայր Հովհաննիսյանը, Սարգսյանն է գնդակի մոտ, տեսնենք Սուլիչը կա հարված, բայց բարձր է հիմա հարվածում Ալեքսանդր Սարգսյանը, Արցախն է տեսնում ենք անցել գրոհի Գևորգյան, բայց հրաշալի հիմա խլեց գնդակը Երևանի ֆուտբոլիստը
այս իրավիճակում եւ անցել է գրոյի Երևանը, տեսնենք, բայց նորից չի ստացվում նրանց մոտ ինչ-որ բան անել այստեղ։ Գևորգյան, նորից Գևորգյանն է գնդակով հարված շեղ է հարվածում այստեղ Արշակ Գևորգյանը, վտանգավոր էր նորից Արցախի գրողներից մեկը։ Երևանն է հերթական գրողներից մեկը փորձում իրականացնել Ղազարյանն է գնդակով երկար փոխանցում մյուս եզր, բայց Վարդանյանը հեռացնում է գնդակը։ Վտանգավոր կարող լինել Սարգսյան, բայց չկարողացավ պահել այստեղ գնդակը Ալեքսանդր Սարգսյանը։ 5 րոպե է մնացել հանդիպման ավարտին, սիրելի ֆուտբոլասերներ։ 7-0 հաշվով այս պայն հաղթում է Արցախը Երևանին։ Եվ հիմա անկյունային է վաստակել Արցախը։ Այստեղ տեսնենք փոխանցում հարկեցին Գևորգյան հարվածը մի փոքր թույլ ստացվեց Արշակ Գևորգյանի, բայց Բարսեղյանն է հիմա կրակում եւ մի փոքր բարձր ընթացավ Էդգար Բարսեղյանի հարվածը այստեղ։ Այլ հրաշալի գործեցին այստեղ Արցախի պաշտպանները իրենց կիսադաշտում։ Վարդանյանն է տեսնում ենք հիմա աջ եզրում շարժվել է առաջ, հրաշալի անցում Հովանես Վարդանյանից, Վարդանյան պայծ գնդակը իր մոտ եւ ինչ էր սա։ Կարծես թե Տուգանային հարված է նշանակել խաղի մրցավարա այս դրվագում։ Եվ հենց տուժողն է գնդակի մոտ Վարդանյանը այսօր նա էլ փորձելու է աչքի ընկնել, տեսնենք այս ստանդարտը Արցախի Սուլի չկա, Հովանես Վարդանյան փոխանցեց ի վերջո, բայց հեռացված է գնդակը, անհատում է մնալ Արցախի մոտ գնդակը եւ հետ վերադարձ դեպի Մաղաքյանը։ Սարգսյանը խաղարկեց, Բարսեղյան Ղազարյանը լավ գործեց։ Ուրեմն շարժվել առաջ, Վխկերյանը հետ է ուղարկում դեպի Ղազարյանը։ Հարությունյանի փոխանցումն էլ այստեղ չստացվեց։ Գրովում է նորից Արցախը, Գևորգյան հարված եւ նորից շեղ է հարվածը Արշակ Գևորգյանի։ Վարդանյանն է սխալվում այստեղ պաշտպանությունում եւ հարվածը ի վերջո չստացվեց Երևանի ֆուտբոլիստի, Մաղաքյանն էլ երկար փոխանցում է կատարում Երևանի կիսադաշտ, դժվարությամբ որսած գնդակի Երևանի դարպասապային այստեղ Ղազարյանը սխալվեց հիմա էլ անմեղ իրավիճակում։ Հարությունյան խաղարկում է Սարգսյանի հետ, կենտրոնում է Սարգսյանը, հրաշալի փոխանցում եւ Գևորգյան ի վերջո գոլի հեղինակ է դառնում Արշակ Գևորգյանը։
վատ կա։ Ութ Արշակ Գևորգյանն է դարձավ հետրիկի եղենակ, հիմա կարող է այսօր հեղինակության գնդակը խփել Երևանը, բայց նորից բարձր ընթացավ Երևանի ֆուտբոլիստի հարվածը, վերջին րոպեն է մեզ մոտ սիրելի ֆուտբոլասերներ։ Նորից տեսանք գեղեցիկ խաղարկումներով արդյունքի հասան Արցախի ֆուտբոլիստները։ Վարդանյանից խլեցին գնդակը, բայց եզրային է վաստակում Արցախը։ Արցախն է վերջին գրողներից մեկը կազմակերպում, բայց Վղկերյանը խլեց գնդակը այստեղ եւ վերջ սիրելի ֆուտբոլասերներ, խաղն ավարտված է, Արցախը խոշոր հաշվով հաղթում է Երևանին եւ անցնում կիսաեզրափակիչ փուլ, որտեղ մրցելու է Չելսիի դեմ։ Այսօրվա համար այսքանն էինք պատրաստել, բարի գիշեր եւ ամենայն բարիք։